Մենք երբ խոսում ենք զինված ուժերի մասին, դա նշանակում է, որ խոսում ենք մեր ամբողջ երկրի մասին։ Ազատագրված տարածքների մասին մենք պիտի փաստենք, որ դրանք ազատագրված են եղել 90-ական թվականների սկզբներին։ Այսօր մենք ունենք տարածքներ ամրագրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրությամբ։ Անկախությունն է, որ բացահայտել է մեզ համար գերագույն իմաստը, որ չկա հայրենիքից բարձր արժեք։ Անհրաժեշտ է շարունակել կասեցնել հակառակորդի ահաբեկչական դիվերսիոն գործողությունները եւ անհապաղ նրանց բոլորին ոչնչացնել։ Ղարաբաղի անվտանգությունը եւ անկախությունը շարժման եւ սակարկության ենթակա չէ։ Փառք պաշտպանության բանակին եւ նրա քաջարի մարտիկներին։ Արցախում 150,000 զինվոր է ապրում։ Այս տարիներին ակնհայտ էր ձեր առանձնահատուկ վերաբերմունքը բանակաշինությանը, առաջիկայում ինչ նոր լուծումներ են պահանջելու ոլորտի խնդիրներ։ Ես հնարավորություն եմ ունենում իմ աշխատանքային պարտականությունների կատարման շրջանակներում հաճախակի առնչվել մեր բանակաշինության հարցերին, մարտական պատրաստվածության, նախազորակոչային տարիքի երիտասարդների հետ կապված աշխատանքների հետ ծանոթանալ։ Եվ այդ աշխատանքը հնարավորություն է տալիս նաև նախանշել մի շարք աշխատանքներ ուղղված մեր բանակի մարտական պատրաստվածության աստիճանը բարձրացնելու։ Մենք ունենք հնարավորություն ռազմադաշտային զորավարժությունների ուսումնական գործընթացներին ծանոթանալու։ Մեզ հաջողվել է նաև համալրել զինված ուժերը ժամանակակից սպառազինությամբ։ Մենք աշխատանքներ ենք իրականացնում ինչպես սպայական կազմի, այնպես էլ շարքային անձնակազմի մարտական ոգու, մարտական պատրաստվածության ուղղությամբ։ Եվ այդ միջոցառումները, բանակային միջոցառումները ակնհայտ արտացոլում են բանակի առաջընթացը։ Եվ այսօր մենք կարող ենք ձեզ հետ միասին անհոգ լինել, որ մեր զինված ուժերը կատարում են իրենց պարտականությունները բարձր մակարդակով եւ անհրաժեշտության դեպքում հատկապես երբ հակառակորդը տարբեր կարգի խախտումներ է իրականացնում մեր պետական սահմանների հատվածում, մենք տեսնում ենք, որ զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումները ինչպիսի արագությամբ եւ ինչպիսի այսպես մարտական ոգով ուղեկցված հակահարվածներ են հասցնում հակառակորդին։ Ես գտնում եմ, որ մեր զինված ուժերը լինելով մեր երկրի անվտանգության հիմնական երաշխավորը, նրանք ցուցաբերելով բարձր պատասխանատվություն, իրականացնելով իրենց ծառայողական պարտականությունները, ամեն անգամ հպարտություն են հաղորդում մեր երկրին եւ ինչպես նախկինում այնպես էլ այսօր եւ համոզված եմ ապագայում զինված ուժերը շարունակելու են լինել մեր հպարտության սկզբնաղբյուրը։ Շատ հաճելի է, որ հատկապես ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղված աշխատանքները տալիս են այնպիսի արդյունքներ, որ այսօր մեր երիտասարդները ոչ թե խուսափում են ծառայությունից, այլ նրանք այդ երիտասարդ տարիքում ցուցաբերելով անհրաժեշտ գիտակցություն համալրում են մեր բանակի շարքերը եւ սա նույնպես աշխատանք է զինված ուժերի հրամանատարական կազմի կողմից իրականացված, նաեւ ես կարևորում եմ ազատամարտիկների միության աշխատանքը։ Դուք գիտեք, որ ազատամարտիկների միությունը բավականին աշխուժ աշխատանքներ է իրականացնում եւ մենք շահագրգռված ենք նրանց մասնակցությունը ել ավելի խորը դարձնելու բանակաշինության գործում։
Եվ այդ համատեղ աշխատանքը ազատամարտիկների, հասարակական կազմակերպությունների, ինչպիսին են նաև զոհված եւ անհայտ կորած ազատամարտիկների միությունների, նրանց հաջողակի այցելությունները պաշտպանության բանակ, նրանք լինում են նաև մեր պետական սահմաններում, ոգևորում իրենց իսկ զավակներին, այս տրամադրությունը եւ այս մոտեցումը զինված ուժերի եւ բանակաշինության հանդեպ իհարկե սա նույնպես ես դիտում եմ մեր կյանքի նվաճումներից մեկը եւ ես տեսնում եմ որ սա անսպառ է մեր կյանքում այս երևույթը ապրում եւ շարունակվելու է ապրել մեր մեջ եւ սա մեկ անգամ եւս թե Արցախի բնակչությանը, թե հակառակորդին, թե համայն հայությանը, թե միջազգային հանրությանը մեկ անգամ եւս այսպես արտահայտում է մեր երկրի տրամադրությունը եւ դարձնում է մեզ վերջին հաշվով անհաղթելի։ Եվ սա իհարկե առաջին հերթին հենց զինված ուժերի հրամանատարության, շարքային անձնակազմի ծառայության նկատմամբ վերաբերմունքի արդյունքն է։ Կառուցենք մարտիրոսներին արժան երկիր։ Արցախի հանրապետության նախագահի թեկնածու Բակո Սահակյան։